Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին ես գտնվում եմ Էջմիածնի ոստիկանության բաժնի դիմաց, այստեղ ես քիչ առաջ հաղորդում ներկայացրեցի հանցագործության վերաբերյալ 3 մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում իմ հետ տեղի ունեցած դեպքերի հետ կապված եւ ոչ միայն իմ հետ տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ես մասնավորապես հաղորդում եմ ներկայացրել այն քաղաքացու դեմ, ով խոչընդոտում էր իմ մասնագիտական գործունեության իրականացմանը, ոչ միայն խոչընդոտում էր իր բառերով, լկտի պահվածքով, այլև ֆիզիկական ներգործության միջոցով ինձ հարվածելով, մասնավորապես հաղորդումը ներկայացրել եմ 233-րդ հոդվածի շրջանակում, այն է իմ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, տեղեկատվություն տարածելուն խոչընդոտելը, հարկադրանքի միջոցով, ինձ հարվածելու միջոցով, հարվածն էլ տեղավորվում է քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով, ինչպես նաև կարող է տեղավորվել 171-րդ հոդվածով, ֆիզիկական ներգործության միջոցով, եւ հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև տեղում մի քանի տասնյակ ոստիկանների դեմ, ովքեր իրականացնում էին հերթապահություն եւ այնպիսի անհաղորդ դեմքով էին այնտեղ տեղ ունեցող իրադարձություններին հետևում, որը տեղավորվում է 446-րդ հոդվածի շրջանակներում, այն է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորություններին անփութությամբ վերաբերելը կամ դրանք բացահայտ նաև այդ պարագայում բացահայտ անտեսելը, ուզում եմ ասել, որ մի խումբ խուլիգաններ 3 մայրաթոռի բակում իրենց այնպես էին պահում, որ իրենք ընդհանրապես այս պետության տերն ու տիրական են, կարող են միջնամատով խոսել մարդկանց հետ, կարող են միջնամատ ցույց տալ լրագրողին, վեհափառին, կարող են հայոյել վեհափառին, լրագրողին, ոչ միայն իմ հետ է դեպք եղել, ես ուզում եմ նշել, որ հաղորդման մեջ ներկայացրել եմ նաև այն անձը, այն խուլիգանը, որը հարվածում էր ինձ, հարվածել է նաև իմ գործընկեր Լիա Սարգսյանի ձեռքին, տեսանյութերը առկա են, ես տեսանյութերը ներկայացրել եմ Էջմիածնի ոստիկանության բաժնում, նշեմ, որ այստեղ համբերատար լսեցին ինձ, ինչպես նաև վերցրեցին հաղորդումը, ես ուզում եմ հիշեցնել 3 ինչեր կատարվում։ Բառից բուն իմաստով պետք չի, որպեսզի իրավապահները գնահատականը տան, որպեսզի մենք կարողանանք հստակ ասել, որ 3 մայրաթոռի բակում վեհափառի դեմ եկած անձանց դժվար է անվանել քաղաքացիներ։ Նրանք ոչ թե քաղաքացիներ են կամ ես դա նույնիսկ դժվարանում եմ արդեն նրանց անվանել հայրենակիցներ, որովհետև ոգելի խմիչքի ազդեցության տակ բառացիորեն խուլիգանություն էին կատարում մայրաթոռի բակում եւ տպավորություն էր, որ նրանք պատրաստ են ցանկացածին ծեծել, բայց գիտակցում էին, որ դրա համար միևնույն է պատասխանատվության չեն ենթարկվելու։ Ինչու էր այդպիսի գիտակցում իրենց մոտ, որովհետև չգիտես ինչպես, օրինակ ստացվում էր այնպես, որ Նիկոլ Փաշինյան վարչապետ գոռացող քաղաքացիները եւ վեհափառ հայրապետին ամենավերջին բառերով դիմող քաղաքացիները հայտնվում էին ոստիկանական պատը, այսպես շատ պատահական ճեղքում էին, շատ պատահական երևի էլի, ասենց ճեղքում էին եւ հայտնվում էին վեհափառ հայրապետի կողմնակիցների շարքում եւ սկսում էին այնտեղ խժդժություններ հրահրել եւ ոստիկանությունն էլ անգործության մատնված սպասում էր, որ միջև իրավիճակը խառնվեր, նոր այդ անձանց այնտեղից հեռացնեին։ Կամ ոստիկանությունը մի քանի տասնյակ ոստիկաններ, եւ ձեզ մոտենում է ու ասում է իմ հետ այսպիսի բաներ են կատարում, չեք տեսնում, որ ինչ որ մեկը խփում է ինձ, չեք տեսնում, որ ինչ որ մեկը հարվածում է հեռախոսից, չեք տեսնում, որ մազերս քաշքշելու փորձեր են անում, միթե չեք տեսնում։ Գիտեք ինձ ինչ էին ասում էին դիմի Էջմիածնի ոստիկանության բաժին։ Այսինքն ինչ է սպասում էին ես հիվանդանոցում հայտնվեի։ Ու այս ամենը բացահայտ կերպով, արդեն բացահայտ կերպով իշխանության կողմից, այսպես է, իշխանության կողմից հրահրվող է, որովհետև այն բառերը, որոնք իշխանություններն են կրկնում,
կանգնած տեսանկարահանում եմ իրականացնում, դա իմ գործն է։ Ասում են, մի տեսանկարահան, իրավունք չունես, սադրում ես եւ այլն։ Դու եկել ես Մայրաթորի բակում խուլիգանություն ես դրսևորում։ Ես լրագրող եմ, ինչպես չտեսանկարահանեմ։ Ձեր վարքագծի տեր անձիկ ամեն ինչի պատրաստ էին։ Կամ ուզում եմ դիմել այն խաժամուժին, հա։ Ձեզ թվում է իշխանությունները ձեզ վերջում չեն ասել ու գնացեք նստեք, ձեզով էր ասում լրագրողին օրինակ հարված էիք, մենք չենք ասել հարվածի, մենք ասել ենք խոչընդոտի օրինակի համար, եթե ձեզ թվում է, ձեզ հրահանգել են կամ արջի ծառայություն եք մատուցել, եթե ձեզ թվում է դուք դա մարսելու եք, դուք սխալվում եք, այդպիսի մտածող անձիկ եւս կային, հիմա հետախուզում է նրանց նկատմամբ հայտարարված, եթե մի արարքը պիտի անեք, հետո փախնեք դրա պատասխանատվությունից, ինչի եք այդ արարքը անում, ինչի եք ախր այդ արարքը անում։ Մի խոսքով ուզում եմ դիմել նաև իշխանություններին, եթե ձեզ թվում է, ձեր վարքագծով կարող եք իմ մասնագիտական դրդել ինձ, որպեսզի ես իմ մասնագիտական գործունեությունը չկատարեմ այս կամ այն վայրում, կամ այն իրադարձությունների վայրում, որը ես կգտնեմ, որ պետք է լուսաբանվի, դուք չարաչար սխալվում եք, ավելին դուք ինձ մոտիվացնում եք, որպեսզի ես հայտնվեմ այնտեղ, որտեղ դուք չեք ուզում ես հայտնվեմ, որտեղ որոշողը դուք չեք, որոշողը ես եմ, որոշողը իմ ընթերցողն է, իսկ իմ ընթերցողը ունի պահանջ, որպեսզի ես հայտնվեմ այդպիսի վայրերում եւ հերթով ձեր բոլորի դեմքերը պատռեմ, ձեր աջակիցների դեմքերը պատռեմ։ Չնայած, եթե նրանք են ձեր աջակիցները, ես խղճում եմ ձեզ։ Դուք ինչպես եկաք իշխանության եւ ինչ դարձաք։ Հիմա ուզում եմ կրկնել, ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, տեսնենք ինչ ընթացք կստանա եւ ուզում եմ դիմել ոստիկանապետին, դիմել ներքին գործերի նախարարին, դիմել գլխավոր դատախազին, ի վերջո վեր կանգնեք քաղաքական խմորումներից, ձեր գործը ոչ թե Փաշինյանին, նրա եպիսկոպոսներին, նրա խաժամուժ աջակիցներին աջակցելն է կամ նրանց հանցանքներին սատար կանգնելը, այլ բնակիչների անվտանգությունը ապահովելը, հասարակական կարգը ապահովելը, լրագրողների նաև մասնագիտական անխոչնդոտ գործունեությունը ապահովելը։ Եթե այդքանը չեք կարողանում անել, ուղիղ ասեք, որ մենք այլևս նեղություն չքաշենք, չգանք այսպիսի հաղորդումներ ներկայացնենք եւ արդեն ժողովուրդը որոշի ում հետ ինչպես պիտի վարվի։ Շնորհակալ եմ, այսքանը հարգելի հետևորդներ։